Երրորդ օրն է Բագրատունյա ծողակից Սայաթ Նովա, Հաղթանակի պողոտա ու Գորգի փողոցներ երթևեկությունը փակվում-բացվում է։ Քաղաքային երթուղիները, սպասարկող ու մյուս բոլոր տրանսպորտային միջոցները շրջանցիկ փողոցներ են որոնում իրենց ուզած տեղը հասնելու համար։ Տասնյակ շինտեխնիկա է կենտրոնացված քաղաքի կենտրոնական հատվածներում։ Ասֆալտի շերտը օղակաձև այգու շուրջ բոլորով քերել հանել են։ Միջին հիմնանորոգումը վերաբերում է ոչ միայն Բագրատունյա ծողակին, նաև Գորգի փողոցի մի հատվածին եւ կենտրոնական հրապարակում ամենափրկիչ եկեղեցուն հարող փողոցին։ Քաղաքապետարանը նույն հատվածներում նախատեսել էր փոսային նորոգումներ, բայց քաղաքային իշխանության պլանները փոխեցին մայիսի 3-ից 5-ը եվրոպական պատվիրակության Հայաստան այցի միջոցառումները, որի շրջանակներում սպասում են, որ Գյումրին էլ հյուրեր կունենա։ Փոսայինի փոխարեն կատարվող հիմնանորոգումն իրականացվում է կառավարության կողմից, իսկ հանձնարարականը փոխանցվել է մարզպետի աշխատակազմին։ Հարթեցնող շերտ ենք դնելու, որտեղ որ խնդիր ունենք, 1-5 սանտիմետր ասֆալտ ենք անում։ Քաղաքի կենտրոնական հատվածներով է հիմնականում սահմանափակվելու եվրոպական պատվիրակությունների շրջայցը, իսկ կարկատած փոսերով հյուրեր ընդունելը մի քիչ տեղին չէր։ Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի տեղակալը եւս այդ կարծիքին է։ 50 երկիր երևի թե ներկայացուցիչ է ուղարկե այդ քաղաքատնաժողովին, որոնք պետք են Գյումրի քաղաք։ Ու երևի թե ճիշտ կեղնի որ ավելի որոշ բարվոք վիճակ տեսնի։ Միջին հիմնանորոգումներն ընդգրկում են Բագրատունյա ծողակում եւ հարակից հատվածներում շուրջ 12,000 մետր քառակուսի, իսկ հրապարակամերձ Չերազի փողոցի վերջնամասից մինչեւ Հասմիկ Կիրակոսյան փողոցը մոտ 3000 մետր քառակուսի մակերես։ Արագու հրատապ ծրագիրն առանց շինմրցույթի է մեկնարկել։ Շինարարը կապավոր ՍՊԸ-ն է։ Կոմունալ եւ շրջակա միջավայրի բաժնի պետի տեղակալը նշում է, ընտրվել է ուղիղ կառավարության որոշմամբ առանց մրցույթի։ Կոմունալ բաժինը ներգրավված է միայն օժանդակ աշխատանքներում։ Մեր մասնակցությունը ֆինանսական եւ այլ չկա։ Քաղաքապետարանը չունի այդ մասնակցությունը։ Քաղաքապետարանը ուղղակի ասենք ուղղորդող հնարավորություններին մասնագետներ է ուղարկել։ Այստեղ կարելի է, այստեղ չի կարելի, այստեղ էսպես եզրակարերի մոտ էսպես ծառների էտում, որովհետեւ այդ խոշոր տրանսպորտին չխանգարե։ Ընթացիկ նորոգումները շարունակել տվյալ ճանապարհահատվածներում անիմաստ է համարվում նոր ավելի լայնածավալ ծրագրի մեկնարկից հետո։ Բայց մինչև կառավարության որոշումը կոմունալը Բագրատունյա ծողակում ֆրեզավորում ու փոսալոցում հասցրել էր անել, որը մնաց ասֆալտաշերտի քանդման տակ։ Ներկայացրել են գրավոր փաստաթուղթ, որ SS քանակի աշխատանքներ են կատարել, այսինքն մոտ 500 քառակուսի փոսանորոգվել է, մոտ 600 քառակուսի էլ ֆրեզ է կատարվել, այդ մնացորդները հեռացվել է, մաքրվել է, որովհետեւ նորից նորոգվի, բայց դատարեցրել ենք աշխատանքը կառավարության այս որոշման հետ կապված։ Բագրատունյա ծողակից ու կառավարության ծրագրով նորոգվող մյուս հատվածներից հանված ասֆալտի շերտը ուրիշ տեղերում է պետք գալիս։ Կոմունալ ծառայությունը հավաքում է, մշակում ու լցնում քաղաքի այլ փողոցների փոսերում։ Քանդած ու վատ վիճակում փողոցները շատ են, բայց առաջնահերթ վերամշակված ասֆալտը տարվում է Շիրակացի, Անի եւ ավստրիական թաղամասերի փողոցներ։ Անի թաղամասի փողոցներն իրենց նրբանցքներով ու բակերով հիմնանորոգելու խոստումների հերթական փուլն է սկսվել։ Փողոցաշինական մեծ ծրագրի նախորդած տարիներով եկած խոստումը հասել է 2026 թվական։ Անիի բոլոր բնակիչներին մի 3 ամիս առաջ ասել են, որ մի քանի ամիս էլ սպասեք, հաշվարկել են, որ սպասելու ժամկետը մինչև սեպտեմբերն է։ Ով չուզոր իր կինմերուտը մակուր եղնի։ Թոզի մեջ խեղտանք, թոզերով, անձրենը, չրմս, բաներով, ավտոն է, չարտիկ։ Անմխիտար իրավիճակ է, չգիտեմ, սրա երկը ոնց է լինելու, ինչպես է լինելու, հասկանալի չի։ Էլի փողոցներ կան, որ այսպիսի վիճակում են, բայց ամենավտանգավորը ու շատ քանդված է այս 50 թաղամասն եկել է պոլիգոներ ասված փողոց։ Նա էսի կփչանանի սարքեսի կփչանա ուստես ես 13 տարի ստեղ կապրին նույն պատմությունն է։ Շոֆերները սա նոր օրինակ դամոջնուց եկա մինչև ստեղ խեժմարտ 10 անգամ ընկա փոս։ Բայց ես ինչ կարամ ասել, մենք ինչ կարանք անենք։ Անի թաղամասից Ջարդուփշուշ ճանապարհը հասնում է Շիրակացի փողոց, որտեղ անցած տարվանից շինարարություն է ընթանում։ Փողոցի երկայնքով ու լայնքով փորման աշխատանքները կոմունիկացիոն ցանցերի անցկացման համար են։ Ինտենսիվ երթևեկությամբ փողոցը անհնար է փակ պահել, անանցանալի վիճակից ելքը փոսեր լցնելն է։ Կոմունալ բաժինը ծմրանել է խիճ ավազային խառնուրդով փակել։ Հիմա էլ նույնը շարունակում է։ Ժամանակավոր հարթեցումները մեքենաների համար երկարատև է լինելու։ Շիրակացի փողոցի հիմնանորոգման պետական ծրագրի ավարտի ժամկետը 2027 թվականի հոկտեմբերն է։
Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։